Ես գիտեմ, որ քո կնիկ Տիկին Բելլայից ալերգիա ունի, բայց ես Տիկին Բելլային հարգում եմ, ինքը լավ կնիկ է։ Վարդան Ղուկասյանը բանը ոտը դրեց Երևանի քաղաքապետարան, գնաց կայնավ Բյուզանդի 1/3 շենքի վրա, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, գնացին, մտան մեր ավականները, ֆրասին նայեցին, չէ՞ որ եկա քառակուսի մետրանոց սենյակները 50,000-ով, 60,000-ով, 40,000-ով, вообще անվճար, վարձակալության են տված Հանրապետական կուսակցությանը, միած չգիտեմ գրող ու սևցավի, հրապարակ թերթին, հրապարակ թերթն է եկալ է վարձավատալը մեկ ուրիշի, կոռուպցիան քթավ, չէ՞։ Գնաց Վարդան Ղուկասյանի ավականին կանգնավ քթավ, դրինք տեքստը կազմինք, Աննա Վարդապետյան, տվինք ձեռդ, դու եք քո հիմնակն էլ երեք հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, Երևան համայնքին պատճառվել է շուրջ 1 միլիարդ դրամի վնաս, 877 միլիոն դրամ, էդի նախնականն է, ես վստահեցնում եմ, որ այդ թիվը հլաճելու է, ինչ միլիարդ, ինչ 2 միլիարդ, գմ։ Հիմա նույն ձևի է ազգային ժողովի պատգամավորն են, հենա, նստած է։ Կարմիր մազեր, դեղին մազեր, մուսկուլին եւ այլ։ Բայց այս մարդը եկե կանգնեց ձների մեջ հաղորդում ատալը, երեխուն էլ կողը։ Ասում է մեր արտաժամյա փողերը լափումին։ Վայր Ղազարյան, սիրածը պահն մարդը եւ այլն։ Հենց գնացեք համապատասխան ազգային ժողովի հանձնաժողով կա, չէ՞, պաշտպանության ներքին գործերի տուդա եւ այլն։ Դրանով մի հատ հելեք գնացեք մտեք MVD, այս մարդուն հանդիպեք, այդ նույն Հրազդան Ջեկի աշխատողներին հանդիպեք, այդ միլիցեքին, ասեք քանից իսկ քանիսն եք մնում, ինչ եք անում, ոնց եք անում եւ այլ։ Պետական կառույց է, բանը չի, ինչ էր էս ռեստորանի անունը։ Նոր դվին ռեստորանային համալիրը չի։ Հասկանում եք ինքը բանա, մասնավոր այդ օբյեկտը, բայց իրավունք չունի աշխատողներին օգտագործել որպես Ռաբինյա Իզաուրա, ոնց որ բան անեմ, որովհետև մանդատը ձեր ձեռն է, իմ ձեռը մանդատ չկա MVD մտնելու, իմ ձեռը մանդատ կար Երևանի քաղաքապետարանի շենքերը մտնելու, հեսա մենք սիստեմատիկաբար մտնելու ենք Տիկին Աննա։ Մտան, քթան 877 միլիոն դրամ, Վարդան Ղուկասյանը իատ հայֆով, հետա մցնելու Երևան քաղաքի բյուջե։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, որ այս նույն բանին ԿՊ-ին, նույն են ինչա, թևավոր գյոթի ավականիներին, նույն են ոչ իմ կլոուն գյոթի ավականիներին, մյուսներին են բանը, Վազգենի քվորը, մի լումա, Երևան քաղաքի բյուջե մցրած սկակ, հետ բերել եք, վիկուսի, ոչ մի բան, երեք մեկ այսօր երկու, 807, որ ֆիքս ենք էլի, 877 միլիոն դրամ, էդի նախնականը, բայց ես ասեմ, այդ թիվը հանձնելու է մինչև 2 միլիարդ դրամի։ Վարդան Ղուկասյանը 7 հովկյանոս ենքով, իա 5 հոգով, 1 միլիարդ դրամ ցույց տվեց Երևանին, որ սիրելի երևանցիներ, 1 միլիարդ դրամ, ահա նախկին ներկա ղախպեկը ձեզանից գողացել են, միայն մի շենքով, Բյուզանդի 1/3 հացեյում գտնվող։ Այսքան մենակ, այս մի տոշկեն, ինչքան տոշկեք ունի Երևանի քաղաքապետարանը, դխույա։ Ու այս բոլորով լափումին։ Ով արեց։ Իա, ավականինով։ Ինֆորմացիան եկավ, վեկալանք ճամպինգ, ավականներ են, մի հատ գնացեք, տեսեք, այս ինչա կատարվել։ Շնորհակալություն կա, Աննա Վարդապետյան։ Շնորհակալություն չկա, տատախացությունը գտել է, լավ, շնորհակալ եմ, որ գոնե հարուցել է, հիմա էլ կփորձեք այդ գումարը հետ բերեք, մցնեք բյուջե։ Բարգեմ այդ գումարով, այդ 1 միլիարդով, ավելին, առնի Երևանի քաղաքապետարան կոչված բոզի տղա հիմնարկը ձուն մաքրող մեքենաներ։
Գոնե դրանով, որ տրանսպորտը կատվածահար չլնի, որ մարդիկ զուր ձմեռնոցով մի ժամ չկայնեն աստանովկեքը, որ փողոցների վրա աղցանվի, վերջապես, որ պագրիշկեքը լետնի, չտրակեն դուր թռնեն ավտոբուս գմպակետին, եւ այլն, ամբողջ Երևան քաղաքը կատվածահար է, ձուն մաքրող մարդ նեմա, կոմունալ ծառայություն գոյություն չունի, ինչի մա կասեն փող չունենք, է որտեղից փողնի, փողի վրա նստած, փող չունենք, եթե մի ցելի շենք, հիգը բանը, կես միլիոն դրամանոց տարածքը դուտաս 50,000 դրամով, կամ անվճար, դու որտեղից պիտի փող ունենաս, հանրապետական կուսակցությանը անվճար տարածք եք տվել Երևանի քաղաքապետարանում, հա? Չէ, հարց, այ որ հլնում են բերաները շաղ են տալում են ագարկեքը, դա Նիկոլես, ոնց դո Նիկոլ, չէ ոնց Նիկոլ, ձեր Ալան Թալանը ու Նիկոլի անտաբեր էշ բոզի տղությունը որ հետ են բերեմ Նիկոլ է, ասում հլը 7 հովտյանոս են կողմ, Էդե խոն դատա հազութին նատապամ դանեմ բայց ես եմ չէ գրեղրգե, հələ էլ եմ բաղրի գրեղրգե, էդի շենքերի ճակատագրեր այսա գմգմպալ են հլնելու։ Մի միլիարդ դրամ, մենակ էդ մի շենք, հələ էսի նախնականն է, հələ մնացածը չեն ստուգե։ Ասում եմ, էդ հիվը կանգնելու է 2 միլիարդ դրամ։ Մինիմում։ Բալխի դու էդքան հարուստ ես, ընկեր Սիսի, որ այս 5 տարի է ԿՊՆ նստած Երևանի քաղաքապետարանում 5 տարի է եւ 5 տարի է այդ շենքը կոպեկներով անվճար տված է նախկիններին հանրապետական կուսակցություն յոգի կենտրոն չգիտեմ ստրես կենտրոն եսի մինչեսի հրապարակ թերթ որ հրապարակ թերթը կոռուպցիայից է խոսում թալանից է խոսում խնդրեմ Թեմա հարց Վարդան Ղուկասյանի չափ, այս պետությանը օգուտ տված կոք, ընգեր ընդիմադիրներ, համենադեպս ես, հլեն պնեի 27 միլիոն են Դավիթ Տոնոյան բոզի տղեն, որ գողնը մեր տանար, միջումը դրինք, չկարցավ տաներ, ասես, որ Վարդան Ղուկասյանն է կնադատում, արած կոք, մի լումայի օգուտ, բոզի տղեք, բացի թալանից, ես ամեն կանա դարնանք ձեզի, սով պիրիձի, Հիմա ես մարդն է, մանդատ եք ստացե, բայց մենք էլ գնացեք տեսեք այս MVD-ի ՊՊԳՎ-ում ինչ է կատարվում, մարդը հաղորդում, լովիկ եզակի հնարավորություն ունես, մուրը Վահե Ղազարյանից հանելու, է որ ավտոյի մեջ քեզի համ միլիցիա կտփին, համ քեզի բանալին, տանակոխին բերդ, եզակի հնարավորություն, որ հակնես Վահե Ղազարյանին, այդ ասմյացես keep my call, բայց չէ Keep Mike-ով կարճաթե, որ միասեց ձերդ վերև հանես քորես, այդ տակիտ այդ կոնքիտ գծիկները երևա, տրուսիկդ էլ վերևից ես մի քիչ ռև ջիսից վերևա կհանես, որ Վահե Ղազարյանը տենա ղզղնի։ Ծսնելու եզակի հնարավորություն։ Ժամանակ չունես այդ տղաը, ընչի, ինչ եղել լովիկ։ Բա հիմա ճիշտ ասեմ, ես էդի մոռացել էի։ Ռոզիկ կողից ասամա, լովիկ ոնց գնա, լովիկը երեխա է պահում, 3 երեխա։ Մոռացել էի, մեր լովիկի կնիկ Սիրուշ գնացել է Նյու Յորք 5 օրով, դու բազմազավակ մայր ես։ Էտա ճժերուն ընչի ես թողե էտա քո մարդու վրեն ու հել է թռե հասել ես Նյու Յորքնի։ Ճիշտ ասում։ Ռուսիկը ճիշտ է, մեկ ես աղջիկը ճիշտ բաներ ասում, քրիստիկն այնա գլուխս է ցանում։ Չնայած դու էլ չէ երեխա ունես, բայց երեխեքը չկա։ Բան են, բաժանվում, ես էլ ատենց, Բա բազմազավակ հայ, քո կնիկն ինչի է գնացե հասե Նյու Յորք։ 5 օրով, բանն է, Լավրովն է, 5 օրով թռնում է Նյու Յորք, Երևան օկտեմբերան։ Գացել Նյու Յորք, բա խնդրեմ, հիմա այս մարդը երեխեքին պահի, 3 երեխա, են մեկն էլ լուլի, թե հլի գնա Վահե Ղազարյանին ասի, ընչի ՊՊԳՎ-ի արտաժամյա փողերը լափում ես, ով է մեղավոր, ընտանիք, սխալ է,
բազմազավակ անձը իրավունք չունի լինի պետական պաշտոնի։ Երեխեքին պահի, կանգան պահի, իան պահի, թել մի հատ էլ պետական գործով զբաղվի։ Խնդրեմ, մարդը չի հասցնում, կնիկը թռել է Նյու Յորք։ Չես խանդում, Լովիկ, սիրուն կնիկ։ Հա, Նյու Յորքն իա գնացել։ Հիմա այդ փոքր երեխուն, ինչքան է այդ երեխան, մի տարեկան, 2 տարեկան կա։ Հիմա այդ փոքր երեխուն դու ես բայու անում, թե տիկին բելան։ Ես գիտեմ, որ քո կնիկ տիկին բելայից ալերգիա ունի։ Բայց ես տիկին բելային հարգում եմ, ինքը լավ կնիկ է։ Տիկին Արուսին եմ հարգում, տիկին Արուսին, տիկին բելային, հարգում եմ, լավ կնիկ է։ Էն էլ, այսքան ժամանակ բան ասել եմ։ Հիմա ես հետաքրքիր է, ով է պահում այդ մանկահասակ երեխային։ Դայակնի։ Դու ռուզի քո երեխուն կվստահեիր դայակին թռնել 5 օրով Ամերիկա։ Այդ համար եկիրը այս վիճակի մեջ է։ Ագնեսին խելքի, Լովիկ, Ագնեսին խելքի, կամեն մյուստնի, թու միատ հլել են, թան վայ Ղազարին ասեն, վայ Ղազարյան փողերն ուր է, գզե ձենքի դավայ, վայ Ղազարյան փողերն ուր է, ինչ ես մարդկանց արտաժամյա աշխատասնեմ ու չես տալը։